բարի կեսօր սիրելի հայրենակից, ուզում եմ ձեր հետ կիսվել բավականին ուրախ ինձ համար և նաև կարծում եմ հանրության համար ուրախ լուրով, որովհետև այսօր ժամը 10:30 հրավիրվել էր Շենգավիթի նստավայրում Երևան քաղաքի առաջին օրենի ընդհանուր իրավասության դատարանում հրատապնիստը հրավիրվել էր իմ պաշտպանյալ Ստեփան Սամվելյանին ազատ արձակելու կապակցությամբ։ Նիստը տևեց ընդամենը մի քանի րոպե, դատավորը որոշում կայացրեց ազատ արձակել Ստեփան Սամվելյանին, վերացրեց կալանավորում խափանման միջոցը, որը նա ընտրել էր, եւ սրա հիմքում էր ընկած բավականին երկար պայքարը։ Ես շատ ուրախ եմ, որ Ստեփան Սամվելյանը կարողացավ հաղթել մահվանը, որովհետև իր առողջական վիճակը ծանր էր, բայց նրան պահում էին, շարունակում էին պահել կալանավայրում եւ հաղթահարեց այդ իր առջև դրված ճակատագրի կողմից եւ նաեւ այդ հանիրավի ռեպրեսիվ մեխանիզմի կողմից դրված խնդիրը։ Եվ այսօր մենք ունենք հաղթանակ եւ մենք հաղթել ենք եւ մահվանը եւ այս ռեպրեսիվ մեքենային եւ այս հաղթանակը տեղի ունեցավ, որովհետեւ եւ հանրությունն էր մտահոգված պարոն Ստեփան Սամվելյանի ճակատագրով։ Ես ուզում եմ նաեւ այն բժիշկին իմ շնորհակալությունը հայտնել, որ գիշերվա ժամին, չնայած մենք իր անունը չենք հրապարակել, բայց կարծում եմ բժիշկը ինձ նաև հիմա դիտում է կամ հետո կդիտի։ Մեծ շնորհակալությունով գիշերվա ժամին, երբ Ստեփան Սամվելյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր եւ նրան չէին տեղափոխում հիվանդանոց, հենց տեսան այդ բժիշկին, արագորեն կազմակերպեցին շտապօգնությունը, եկավ եւ նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Շատ դժվար օրեր մենք անցկացրեցինք պարոն Սամվելյանի հետ այս պայքարում, բայց այնուամենայնիվ պայքարը ունեցավ հաղթանակ։ Ես հիմա Արշակունյաց պողոտայով եմ քայլում եւ պատմում եմ ձեզ մեր այս մի քանի ամիսների պայքարի մասին, բայց նաեւ ուզում եմ ասել, որ միևնույն է, ինչ ուզում են անել, պայքարը ունենում է հաղթանակ, իսկ արդարացի պայքարը ոչ միայն հաղթանակ է կերտում, այլ նաեւ մենք ստանալու ենք մեր հաղթանակի բարեբեր պտուղները եւ վայելելու ենք դա։ Ես համոզված եմ եւ ուզում եմ տարօսը փոխանցել այս հաղթանակի ազատության մեր բոլոր գիտեցիներին, ովքեր այս պահին գտնվում են հանիրավի բանտախցերում, մասնավորապես պարոն Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ եւ բոլոր նրանց, ովքեր այս պահին նրանք շուրջ 5 տասնյակ են, հանիրավի ամսի 20-ից գտնվում են կալանավայրերում, այդ մարդկանց նույնպես տարօսը փոխանցում եմ, այսինքն Սամվելյանի ազատությունը փոխանցում եմ նաև բոլոր գյումրեցիներին։ Եվ հաջորդը պարոն Վարդան Ղուկասյանն է լինելու, համոզված եմ, եւ դրանից հետո չեմ ուզենա այլևս ունենալ ոչ մեկին որպես բանտարկյալ իմ պաշտպանյալ կամ իմ վստահող։ Սա է հիմնական այս եթերի ուղերձը, հարգելի հայրենակիցներ, այնպես որ պետք չէ դադարել պայքարել, պետք չէ հիասթափվել, ընդհակառակը այս ճանապարհը մեզ ցույց է տալիս, որ մենք պետք է ավելի ուժեղանանք եւ հավաքական ուժով պայքարենք, որպեսզի պայքարը արագորեն նաև մենք եզրափակենք հաղթանակով։ Հավաքական ուժի ներքո ավելի շատ բաներ կարող ենք անել։ Եվ այս քանի ամիսների ընթացքը պարոն Սամվելյանի համար պայքարի հենց դա է հուշում մեզ։ Նաև պարոն Տոնոյան բժշկական կենտրոնից եմ շնորհակալ, որ բժիշկը համարձակվեց գալ դատապարտյալների հիվանդանոց եւ իր կարծիքը գրել
եւ նաեւ իմ ընկերներիցս Միացյալ Նահանգներում նույնպես Արային եմ շատ շնորհակալ, որ ինձ օգնեց, խորհրդատվություններ տրամադրեց բժշկական հարցերի հետ կապված, այնպես որ երբ լինում է համատեղ պայքար հավաքական ուժի